Որպեսզի կարողանան ստույգ գնահատական տալ Գյումրիի թիմ արտահերթ ընտրությունների անցկացման որակին, պետք է քվեարկության օրն ու քարոզարշավի ընթացքը դիտարկել մեկ ամբողջությամբ։ Սա ականատես դիտորդական առաքելության ներկայացուցիչների առաջին նկատառումն է, իսկ քարոզարշավը Գյումրիում անցել է մրցակցային, բայց լարված մթնոլորտում։ Առաջին ու ակնառու խախտումը քարոզչության ընթացքում ըստ դիտորդական առաքելության ներկայացուցիչների ատելության խոսքի տարածումն էր։ Այս ընտրություններում մենք տեսանք տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչող պարբերաբար թշնամանք, վիրավորանք, անձերի թիրախավորում, շատ լարված եւ անձնավորված, այսպես ասենք, պայքար, եւ սա իհարկե նաեւ տիրաժավորվեց եւ տարածվեց ասոցիացվող տարբեր թևերի հետ ասոցիացվող ԶԼՄ-ների կողմից ու այս մթնոլորտը ընդհանուր առմամբ շատ մեծ լարվածություն գեներացրեց համայնքում։ Մասնավորապես այս առումով ատելության խոսքի տարածման մասով կարող ենք նշել ավելի հաճախ ուրեմն կոմունիստական կուսակցությանը, իմ հզոր համայնք քաղաքական ուժերին եւ բնականաբար իրենց կողմից գեներացվող 5 քառակուսի մետրը չգերազանցող քարոզչական պաստառներ ունենալ կարողացել են բոլոր քաղաքական ուժերը ու բոլորն էլ ըստ դիտորդների խախտումներ այստեղ թույլ են տվել։ Դրանք փակցված են եղել անհամապատասխան վայրերում ու չեն հեռացվել համապատասխան ժամկետներում։ Քարոզչական պաստառներից բացի նաև հակաքարոզչական ու անանուն պաստառներ են տարածվել, որոնք վարկաբեկել են կոնկրետ թեկնածուների։ Պաստառների հետ մեկտեղ նաև անանուն ու դիտորդների գնահատմամբ կեղծ հարցումներ են հրապարակվել, որոնք ընտրողների վրա ազդելու միտում են ունեցել։ Հարցումները բավականին մեծ ազդեցություն են ունենում մարդկանց կամքի ազատ ձևավորման վրա եւ մենք արձանագրել ենք դեպք, երբ անանուն կարելի է ենթադրել կեղծ հարցումներ են հրապարակվել Civic AM լրատվականի կողմից քաղաքացիական պայմանագրի հետ ասոցիացվող եւ այս հարցումները չեն պարունակել անհրաժեշտ վավերապայմաններ, այսինքն ընտրանք, երբ է անցկացվել հարցումը, քանի մարդ է մասնակցել եւ այլն, օրենքով պահանջված այս վավերապայմանները չեն պահպանվել, հետեւաբար դրանք վստահելի չեն, ստուգելի չեն, բայց ելի մեծ տարածում են գտել մեդիայում։ Հոգուտ իշխանական ուժը ներկայացնող թեկնածուի ըստ դիտորդական առաքելության ներկայացուցչի նաև վարչական ռեսուրսների չարաշահում է տեղի ունեցել։ Ասվածը ականատեսը արձանագրված բազմաթիվ դրվագներով է հաստատում։ Քարոզարշավի ընթացքում խախտումներ թույլ տվել են ոչ միայն պայքարի մեջ մտած ուժերն ու դրանց ներկայացուցիչները, այլև անձինք, որոնք ըստ դիտորդների ընդհանրապես իրավունք չունեին զբաղվել քարոզչությամբ ու հակաքարոզչությամբ։ Օրենսդրությամբ արգելվում է կրոնական կազմակերպությունների մասնակցությունը քարոզարշավին, բայց մենք արձանագրել ենք Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ arczepiskopos Միքայել Աճապահյանի կողմից մի քանի դրվագ քարոզչության, ավելի շուտ հակաքարոզչության ուղղված իշխող ուժին եւ ի աջակցություն դիմադիր ուժերին։ Քվեարկության օրը ընտրական գործընթացները հիմնականում ընթացել են խաղաղ, սակայն լարված մթնոլորտում։ Դիտորդական առաքելությունը դիտարկված տեղամասերում քվեարկության նախապատրաստման, բուն քվեարկության եւ արդյունքների ամփոփման գործընթացները հիմնականում գնահատել է, որ կազմակերպվել են օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան եւ առանց լուրջ խախտումների։ Քվեարկության օրը առանձին տեղամասերում դիտորդները կուտակումներ են արձանագրել։ Կուտակումները ըստ նրանց հանգեցրել են լարվածության, որին իրավապահները բավարար միջամտություն չեն ցուցաբերել։ 31.69 տեղամասին հարող 50 մետր շարավիղը չգերազանցող տարածքում եղել են կուտակումներ եւ տարածքում գտնվել են ոստիկաններ, սակայն այդ կուտակումները վերացել են, երբ որ ժամանել են ԶԼՄ ներկայացուցիչները։ Նշենք, որ կուտակումների ժամանակ տվյալ անձինք մուտք էին գործում ընտրատեղամասին հարող խանութ, նաև կուտակված անձանց մեջ տեղի է ունեցել ընդհարում, ոստիկանությունը պատշաճ չի արձագանքել տեղի ունեցող դեպքերին։ Ամենաաղմկոտը 31 կոտորակ 69 ու 31 կոտորակ 70 տեղամասերն են եղել։ Դիտորդները բացատրում են, թեկնածուների, այսպես ասենք, ազդեցության թաղերում լարվածություն նկատվել է, բաց քվեարկության դեպքեր են եղել նաև քվեաթերթիկները տեղամասից դուրս բերելու։ 31.49 տեղամասում քվեարկություն կատարելուց հետո ընտրողը իր տեղամասից դուրս է հանել չօգտագործված քվեաթերթիկների փաթեթը, այս մասին եւս գրանցամասյանում կատարվել է գրառում։ 31.46 տեղամասում ժամը 14:35-ի սահմաններում ընտրողը բացահայտել է իր քվեարկությունը, բղավել է կոնկրետ թեկնածուի անուն, վերցրել է միայն մի քվեաթերթիկ, այնուհետև բոլոր քվեաթերթիկները
մտցրել է քվեախցիկ, այնուհետև նաև վերադարձել է, վերցրել է քվեաթերթիկները եւ նետել չօգտագործված քվեաթերթիկների համար հատկացված արկղը։ Դիտորդներն են նշում, ընտրատեղամասերում ընթացակարգային այս խախտումները չէին լինի, եթե հանձնաժողովների անդամները պատրաստված ու քվեարկության անցկացման կարգին բավականաչափ իրազեկ լինեին։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացված արձանագրությունների եւ ընթացիկ փաստաթղթերի մեծ մասը լրացված են եղել տեխնիկական սխալներով, արձանագրություններում արկա են եղել թերություններ, իսկ որոշ փաստաթղթեր ընդհանրապես կնքված չեն եղել, ինչը վկայում է տեղամասային հանձնաժողովների անդամների ոչ լիարժեք պատրաստվածության եւ նախապատրաստական դասընթացների անբավարար արդյունավետության մասին։ Ականատես դիտորդական առաքելությունն այս ամենը ներկայացնելու է ամփոփ արձանագրության տեսքով, իսկ համապատասխան դիտողություններն ու առաջարկները ուղարկվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դրանցում ըստ դիտորդների ամեն ընտրություններից հետո կրկնություններ կան։ Բոլոր ընտրություններից հետո արձանագրում են, որ թերանում են արդարության ու հավասարության սկզբունքն ապահովել։ Լուսինե Հայրապետյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։